Նիկոլը էլի ճիշտ էր, մենք սխալվեցինք, նու առնվազն այդպես մի անձնավորություն է կարծում ասում, որ Նիկոլ Փաշինյանը չի գնում երրորդ ժամկետ, ասում են նախորդ երկու անգամները արտահերթ էին։ Մի խոսքով ասում են, որ ջան, մինիմում մի 10 տարի էլ Նիկոլ Փաշինյանին դիմացեք։ Հիմա այդ նույն մարդիկ նաև կոչ են անում ընդդիմությանը, շատ ակնհայտ էս քարոզը գնում է չվերցնել մանդատները։ Նու դա տրամաբանական է, որովհետև այդ մարդկանց համար ընդունելի է, որ Հայաստանի քաղաքական դաշտում լինեն միայն իրենք եւ Նիկոլ Փաշինյանը եւ միմյանց միջև իշխանություն էլի փոխանակեն։ Հիմա տեսեք, եթե մի փոքր ավելի լուրջ, միևնույն ժամանակ առանց էմոցիաների, փորձենք այս մանդատների հարցը քննարկենք։ Տեսեք, իրականությունն այն է, որ մանդատը դա գործիք է։ Եթե դու ունես կարճաժամկետ, միջնաժամկետ կամ երկարաժամկետ ծրագիր, որի շրջանակներում մանդատը գործիք է, որ դու կարող ես օգտագործել առավելևս մի իրավիճակում, երբ որ Նիկոլ Փաշինյանը եւ իր երրորդ ժամկետ չհամարող ուժերը չունեն մեծամասնություն ազգային ժողովում, մանդատը կարող է կարևոր դեր խաղալ ոչ թե ընտրություններով, այլ ազգային ժողովով իշխանություն փոխելու հարցում։ Եթե դուք ունեք այդ ծրագիրը եւ կարող եք այդ ծրագիրը իրականացնել կամ վստահ եք, որ իրականացնելու եք, մանդատը պետք է վերցնել։ Եթե դուք այդ ծրագիրը չունեք եւ գնալու եք ազգային ժողով ջուր ծեծելու, դա ոչ միայն անազնիվ կլինի ձեր ընտրողների առաջ, դուք պարզապես մեծ դժվարություն կունենաք ապագայում կրկին ներկայանալ ընտրողներին եւ տեղ գրավել Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում։ Մնացած բոլոր խոսակցությունները դրանք էմոցիա են, որի վրա փորձում են խաղալ, կրկին ասեմ, մերժված մարդիկ, որոնք պաշտոնական ներկայություն ազգային ժողովում չունեն։ Իդեպ եւս մի կարևոր նրբերանգ, եթե դու գնում ես ազգային ժողով, քո խմբակցության կազմում չեն կարող լինել մարդիկ, որոնք լոյալ են նրանց, ովքեր կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը երրորդ ժամկետի չի գնում։ Սա հարցերի հարցն է։ Այսինքն, եթե նույնիսկ դուք վերցնում եք այդ մանդատները, չպետք է լինեն մարդիկ, որոնք լոյալ են նրանց, ովքեր կարծում են, որ Նիկոլը երրորդ ժամկետ չի գնում։ Տեսեք, եթե օրինակ հետ նայենք ներկայիս խորհրդարանը, շատ է չէ խոսում իմպիչմենտի մասին։ Իմպիչմենտը ինքը իրականում դեմ էր առել մեկ անձնավորությանը, Իշխան Զաքարյանին։ Այդ մարդուն ազգային ժողով էին մտցրել, որ իմպիչմենտ չլինի, կամ էլ լինի միայն այն մարդկանց հովանու ներքո, որոնք համարում են, որ Նիկոլ Փաշինյանը երրորդ ժամկետի չի գնում։ Ժողովուրդ, մի քիչ լուրջ եղեք, մի քիչ մտածեք այս ամեն ինչի մասին եւ ամոթա սխալներ չանեք։